Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հավաքակայան։ Տեղում հետևել էր զորակոչի ընթացքին, ծանոթացել վիճակահանությանը, որի միջոցով զինվորները տեղաբաշխվում են ըստ զորամասերի։ Սեյրան Օհանյանը խոստովանել է, որ ոլորտը միշտ էլ կոռուպցիոն ռիսկերով լի է եղել եւ այս բարեփոխումները միտված են դրանց նվազեցմանը։ Միևնույն ժամանակ նախարարը խոստովանել է, որ միշտ էլ գտնվում են պաշտոնատար անձինք, ովքեր փորձում են հին մեթոդներին վերադառնալ։ Մասնավորապես նախարարը նկատի ունի վերջին ձերբակալությունները, զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու եւ ապօրինի տարկետումներ տրամադրելու համար։ Հայտնաբերել ենք նախկինում 3 տարի տարկետում տված շուրջ 61 հոգի նորակոչիկների, որոնք որ անօրեն տարկետումներ են ստացել, դրա համար էլ պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Լրագրողների հետ զրույցում նախարարը պատասխանել է նաև այլ հարցերի, մասնավորապես համացանցում է հայտնվել հուլիսի 14-ին Քարվաջարում ձերբակալված Դիլհամ Գարդաշխոն Օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար, զինվորական համազգեստով եւ Դրագունովի դիպուկահար հրացանով։ Լուսանկարը հրապարակած ադրբեջանական անունով օգտատերը թողել է սեփական հողում գերի ընկնել մեկնաբանությունը։ Հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունները հերկում են փաստը, որ ԼՂ տարածքներ թափանցած զինված ադրբեջանցի որևէ կերպ կապ ունեն ադրբեջանական բանակի հետ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հարցրեցինք, թե լուսանկարը բավարար փաստ չէ ենթադրելու, որ ԼՂ տարածքներ թափանցած քաղաքացիները ոչ թե անասնագողեր են, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, այլ ադրբեջանական բանակի ներկայացուցիչներ։ Փաստերը բավականին շատ են, որ մենք կարող ենք ենթադրել, որ նրանք ձիվերսուն խմբի անդամներ են։ Առաջին հերթին նրանց պատրաստվածության մակարդակը այսօր շրջանառում են լուրեր, որ դիվերսանտները պետք է երիտասարդ լինեն եւ այլն եւ ընդհակառակը այդպիսի գործողություններին միշտ ընդգրկում են հմուտ պատերազմ անցած եւ տարիքով անձնավորություններ, վարձկան հանցագործներ են եւ այդ հանցագործները պետք է պատժվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, իհարկե հաշվի առնելով նաեւ միջազգային հանրության բոլոր նորմեր, իրենք կարող են կարծում եմ նաեւ փաստաբաններ ընտրել եւ մասնակից լինել։ Ինչ վերաբերում է տեսակետներին, որ անհրաժեշտ է սահմանամերձ տարածքի բնակիչներին զենք վաճառել ինքնապաշտպանության նպատակով, նախարարը արձագանքեց այսպես. Բնակչության պատրաստ մասը պայմանագրային ծառայություն է կատարում տեղի ստորաբաժանումներում եւ նրանք բոլորն էլ զինված են։ Պաշտպանության բանակի հրամանատարությունը այսօր քննարկում է այդ հարցը, որովհետեւ պայմանագրային զինծառայողները հենց իրենց հետ ունենան զենք զինամթերք եւ նաեւ բնակավայրերում, որպեսզի կարողանան արագ այդպիսի խնդիրների ժամանակ ահազանգել։